Քննարկում ենք հարց համար 15-ը սահմանամերձ եւ առանձին բնակավայրերում բնակարանային ապահովման աջակցության ծրագրում փոփոխություններ կատարելու մասին հարցը զեկուցող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյան։ Համեցեք, պարոն Սմբատյան։ Շնորհակալ եմ, մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, թույլ տվեք ներկայացնել, որ դեռևս 2026 թվական մարտ ամսին կառավարության որոշմամբ մենք զգալի ընդլայնել ենք սահմանամերձ եւ առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը։ Այն ժամանակվա դրությամբ ծրագրի գործող քվոտաները եղել են 2400 եւ իմ նշած ընդլայնմամբ մենք շուրջ 1420 քվոտայով ավելացրել ենք քվոտաների քանակը եւ ըստ այդմ մենք այս պահին ծրագրով ունենք շուրջ 3820 քվոտա։ Ընդ որում մենք այս ընդլայնումը իրականացրել ենք 3 բաղադրիչով։ Առաջինը ծրագիրը վերաբացել ենք 2024 թվականի հունվարի 1-ից առ 2025 թվականի մայիսի 1-ը ընկած ժամանակահատվածում սահմանամերձ գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով շին թույլտվություն ստացած կամ հողամաս ձեռք բերած եւ ծրագրի գործող պայմաններին բավարարող շահառուների համար։ Երկրորդ բաղադրիչով ծրագիրը վերաբացվել է եւ նոր քվոտաներ է սահմանվել այն սահմանամերձ գյուղական բնակավայրերում, որտեղ բնակչության եւ ծրագրի փաստացի շահառուների թվի հարաբերակցությունը փոքր է եղել 10%-ից։ Եվ այս դեպքում ծրագրի հիմնական պայմաններից բացի ավելացրեցինք նոր պայման, որ պետական աջակցությանը դիմող ամուսիններից առնվազն մեկը կամ այրի լինելու դեպքում այրին կամ միայնակ մայր լինելու դեպքում միայնակ մայրը պետք է ունենա տվյալ բնակավայրի վերջին 1 տարվա հաշվառում, այսինքն այս կարգավորումով նախապատվությունը տրվել է հենց տվյալ բնակավայրի բնակիչներին։ Եվ երրորդ բաղադրիչով մենք ընդլայնել ենք ոչ միայն քվոտաների քանակը, այլ ընդլայնել ենք ծրագրի աշխարհագրությունը։ Այն մեկնարկել է այն ոչ սահմանամերձ գյուղական բնակավայրերում, որտեղ 300 դպրոց պետական դպրոցաշինական ծրագրի շրջանակում կառուցված են կամ կառուցվում են դպրոցներ եւ որտեղ այդ կառուցված կամ կառուցվող դպրոցներում աշակերտների ազատ տեղերը գերազանցում են 50%-ը։ Այս իմ կողմից նշված ընդլայնումների շնորհիվ, հարգելի գործընկերներ, 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ծրագրի շրջանակում շահառուի կարգավիճակ ստացել է արդեն իսկ 3222 ընտանիք, որոնցից 2695-ը արդեն վարկավորվել են, իսկ 356-ը ներկայացրել են կառուցապատման ավարտական ակտ։ Ներողություն։ Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, այս պահին ձեր քննարկմանը ներկայացված նախագծով ըստ էության առաջարկում ենք 2 բովանդակային փոփոխություն, որոնք բխել են այս ամիսների ընթացքում ծրագրից օգտվելու ժամանակ մեր քաղաքացիների մոտ առաջացած որոշակի դժվարություններից։ Առաջինը դա ֆինանսական կազմակերպությունների կողմից վարկավորման գործընթացում առաջացած խնդիրներն են, երբ շահառուները ունենում են գործող ժամկետանց վարկային պարտավորություններ եւ օրենքի պահանջով նրանց գույքի եւ եկամուտների վրա տարածվում է բռնագանձում։ Այս դեպքում խնդիր է առաջանում շահառուների անվամբ բացված բանկային հաշվին վարկի գումարի փոխանցման դեպքում, քանի որ փոխանցումից հետո այդ գումարը գործող օրենսդրական կարգավորումներով ենթակա կլինի բռնագանձման։ Նախագծով առաջարկում է սահմաննել, որ ծրագրի շրջանակում տրամադրվող ֆինանսական աջակցությունը, այդ թվում հիպոթեկային վարկով կառուցված անշարժ գույքը հիպոթեկային վարկի գործողության ընթացքում չի կարող արգելադրվել, բռնագանձվել կամ հաշվանցվել շահառուի այլ պարտավորությունների դիմաց։ Նախագծով նաև առաջարկվում է կարգավորել այն դեպքերը, երբ շահառուները ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ 1 տարվա ընթացքում գտնվել են պարտադիր զինվորական ծառայության մեջ եւ փաստացի չեն բավարարում այդ ժամանակահատվածում տվյալ բնակավայրում հաշվառված լինելու պայմանին։ Այս դեպքում առաջարկվում է տվյալ բնակավայրում հաշվառված լինելու հանգամանքը ստուգել նախքան զորականչվելը նախորդ 1 տարվա համար։ Խնդրում եմ հաստատել։ Շատ լավ, հարգելի գործընկերներ, սահմանամերձ գյուղերի եւ 16 միլիոնի ծրագիրը ինքը ակնհայտորեն ունի սոցիալական նշանակություն եւ մենք պարզապես ուզում ենք նաեւ աջակցել մեր այն քաղաքացիներին, ովքեր սոցիալական իրենց վիճակի բերումով բնակարան ունենալու, տուն կառուցելու հետ կապված դժվարություններ ունեն եւ մենք մարդու կարիքը եւ կոնկրետ տարածքի հետ ենք կապում, բայց այս ընթացքում բազմիցս առաջացել են խնդիրներ, որ մարդը
ունի չկատարված պարտավորություններ ֆինանսական կազմակերպություններին կամ բանկերին կամ այսպես ասած սև ցուցակումը հարկադիրի տակ է եւ այլն եւ այլն։ Իհարկե մենք մյուս կողմից շատ բարդ ընտրություն է, որ ինչքանով մենք պետք է նման իրավիճակներում գտնվող անձանց աջակցենք, բայց քանի որ հարցը սոցիալական բնույթ ունի եւ հաշվի առնելով նաեւ այն, որ բնակարանը մեր պայմանով մի X ժամանակ չի կարող օտարվել, ճիշտ է, մոտավորապես 10 տարի, թե 20 տարի, 10 տարի չի կարող օտարվել եւ վարկը փաստացի վերցնում է կառավարությունը եւ փաստացի փակում է կառավարությունը, այս դեպքում մենք մտածեցինք, որ սոցիալական որոշակի խմբերի համար, ովքեր սահմանամերձ գյուղերում են եւ այլն, այդ հանգամանքը փորձենք մանավանդ բազմաթիվ նամակներ եմ ես ստանում եւ նախարարությունն էլ ենթադրում եմ մենք որպեսզի այս խնդիրը շրջանցենք, այսինքն չկապենք մեկը մյուսի հետ, հույս ունենալով, որ նաև մարդկանց այս սոցիալական աջակցությունը կխթանի նաև, որ հետագայում իրենց պարտավորությունները պատշաճ կատարեն կամ անկախ ամեն ինչից սահմանամերձ բնակավայրում ունենան տուն եւ կարողանան այդտեղ ապրել, իհարկե եթե համապատասխանում են ծրագրի չափանիշներին 10 տարուց հետո արդեն պայմանը մարդիկ պետք է իմանան, որ եթե 10 տարին լրանալուց հետո այդ պարտավորությունները փակված չլինեն, այդ բնակարանը, այդ տունը կարող է այո պարտավորությունների դիմաց օտարվել, վերցվել իրենցից եւ գուցե սա նաեւ լրացուցիչ խթան լինի, որպեսզի մարդիկ աշխատեն եւ նախկինում կուտակած իրենց պարտավորությունները փակեն, այդ թվում բանկերի եւ ֆինանսական կազմակերպությունների հետ բանակցեն, այդ թվում մենք էլ ուղերձ հղենք, որ բանկերն ու ֆինանսական կազմակերպությունները մաքսիմալ ճկունություն ցուցաբերեն, որպեսզի այս խնդիրը լուծվեն։ Զինվորականներ հետ կապված խնդիրն էլ պարզա, որ մարդիկ շատ դեպքերում գործողվում են այդ ընթացքում իրենց մշտական բնակության վայրի հետ կապված դե ֆակտո փոփոխություն չի ունենում, տեղի չի ունենում, այսինքն իրենց շահերի կենտրոնը շարունակում է մնալ բնակավայրը, որ կամ ծննդավայրը, բայց ծառայության բերումով տեղափոխվում են, որպեսզի իրենց համար էլ լրացուցիչ արհեստական խոչընդոտներ մենք չստեղծենք արդեն իսկ հաստատված քվոտաների շրջանակում։ Սա շատ կարևոր է, այսինքն քվոտաների փոփոխություն տեղի չի ունենում, այլ ընթացիկ գործերի վրա սրանք կազդեն, որոնք արդեն դիմումներ են ներկայացված, քննարկված են եւ չափանիշներին մյուս պարամետրերով համապատասխանում են։ Ճիշտ չարադրեցի ամեն ինչ, պարոն Սմբատյան։ Իհարկե, պարոն վարչապետ։ Շատ լավ, կան դիտարկումներ։ Չկան, հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։